Տեսեք, ես որտեղից ասեցի, մենք պետք է ապաքաղաքականացնենք այն կառույցները, որոնք որ նախկինում թիրախ են եւ ասում են, որ սրանք քաղաքականացված կառույցներ են։ Հիմա ասում են, եթե այդպես էր։ Ուրա նման մի բան լիներ։ Պարոն Վարդազարյան, ներման մասին խոսեցին, ես տենց մի տխուր իրավիճակ հիշեցի, այսօր մեզ մամուլը ավետեց, որ կարգալույծ արված Մասյացոտ ընթեմի առաջնորդը նախկինը արդեն, որը նաև պաշտոնանկ էր արվել ավելի վաղ, քան կարգալույծ արվեց։ Արման Սարոյանը գնացել է, ընտրվել է ներման հանձնաժողովի անդամ։ Նախ մեր համաքաղաքացիներին բացատրեք, թե այդ բարձր պարգևը ինչ է նշանակում, եւ այստեղ բարեվարկության հարց կա, հələ մի հատ ներենք իրեն, նոր ինքը մտնի ներելու արտոնություն կամ իրավունքներով օծվի այսպես։ Մի հատ այս աբսուրդն էլ բացատրեք, խնդրում եմ, եւ իդեպ ովքեր են ներման հանձնաժողովը։ Ճիշտ ասած, ես դրա մասնագետը չեմ, բայց կփորձեմ իմ իրավագիտակցության, հա, ու մենք հիմա ամեն ինչի բարոյական կողմն ենք նայում, չենք կարելի իրավագիտակցությունը։ Եթե դա հումանիստական ինչո քայլ է, ներման հանձնաժողով, դա միշտ է եղել, բոլոր հասարակարգերում, բոլոր, նույնիսկ Հիտլերի ժամանակ է եղել, այդ ներման հանձնաժողով կոչվածը միգուցե ուրիշ անունով, բայց եղել է։ Հումանիզմի սկզբունքից ելնելով կարա նաև կարգալույծ եղած քահանան լինի, կարգալույծ եղած եպիսկոպոսը լինի այդ հանձնաժողովի անդամ։ Ես այդտեղ ոչ թե կարգալույծ եղած կամ չեղածն եմ տեսնում։ Ես այն արանքի շարունակությունը չպատմեցի, դրա համար մի քիչ մենակ կարգալույծ լինելը քիչ էր, էլի այստեղ բնութագրել։ Մի մարդ, ով որ այս պահին օրենքները խախտելով գնացել է, մտել է քրեական օրենսգրքի, սենց դափոններ է հավաքել իր վրա։ Պարզապես հիմա մի մարդ, որը սենց այն 1000 ներողություն փողոցային, այն որ բես պիտի մինուտ բանտարկյալ, լա։ Ինքը վճռաբեկ դատարանի դատավոր, այդ ներման հանձնաժողովի անդամ, սահմանադրական փոփոխությունների այդ խորհրդի անդամ, իմ պատկերացմամբ, իմ ֆորմալ բնույթ են կրում, կրթվածության, կարդացածության, անցած ճանապարհի, ստացած դասիրակության, դրանք պետք է լինեն ինչ որ իմաստուն մարդիկ, ծերունիներ, սպիտակ մորուքով, մաքսիմալ անսխալական։ Պետք է այն մարդիկ լինեն, որոնց որ հասարակությունը անվերապահորեն վստահում է։ Եթե այդ հանձնաժողովից, այդ ներման հանձնաժողովից ինչ որ մեկը վեր կանա միկրոֆոնի հեղինակավոր կարծիք եւ ինչ-որ մի կարծիք ասի, պետք է հասարակության մեջ դա չունենա, այսինքն Գուրգեն Մելիքյան, էլի։ Դա չունենա որևէ մեկը չկարողանա որևէ պրենտեզիա չունենաս։ Հիմա մեկը ով պաշտոնանկ արվել ասել է ես պաշտոնանկ չեմ արվել ու զավթածապահում Մասյացոտ ընթեմի առաջնորդը։ Գիտեք, այդ օրերին որ այդ կարգալույծ եղած քահանան եպիսկոպոսը եւ այլն ասում են չենք ընդունում, գիտեք իմ մոտ ինչ առաջացավ, իմ լիազորություններն էլ են դադարացրել։ Ինչ ասացիք չեմ ընդունում։ Ես էլ ասեմ չեմ ընդունում ու գնայ ԲԴԽ նախագահ աշխատել։ Նիկոլը ձեր ընտրածը չէր, պարզա չէ կամ ԲԴԽ նախագահ հաջորդ։ Պիտի ասեք չեմ ընդունում, դες ձևը չգիտեիք, էլի։ Այ որ ասեցին իմացա։ Եկեք մի հատ, քանի որ խոսել ենք Արման Սարոյանից, իհարկե կա sense մարդկանց մի խումբ, որ շատ զվարճալի է դարձել այս մարդկանց մասին իրենց մոտ պատմելը։ Մարդիկ էլ կան զզվում են, ասում են Տիրադավերից մի խոսեք։ Մենք ունենք որակյալ արքեպիսկոպոսներ, որոնք այսօր ճգնում են, որոնք դատարանում են իրանցից խոսեք։ Բայց ես հիմա չեմ կարող այդ օրինակը չբերեմ։ Հիմա տեսեք, սա շուստրավա տեղ է։ Ասեցից դուրս չեմ գալի, ես մնում եմ։ Դե որտեղ Նիկոլը, եթե հիշում եք, Նիկոլը, այն Ռուբեն Ռուբինյանը, в общем, եթե չեք ճանաչում, ասեմ, ազգային ժողովի փոխնախագահ, որ Թուրքիայի համար, Թուրքիայի բանակցում ասես մարդիկ կան, այո, դեկորատիվ մարդիկ կան։ Այս մարդիկ գրեցին, գրառում արեցին Facebook-ում, որ ինքը շարունակելու է մնալ մեզ համար Մասյացոտ ընթեմի առաջնորդ եւ վերջ։ Եվ բոլորը ծեր տված ասեցին, ու այս մարդը նստեց, մնաց նստած։ Մի հատ էլ ոստիկանություն բերեցին, շարեցին դիմաց։ Հիմա 24 Գվարդիան ես օրերս եմ եղել։ Որոշների պարագայում ըստ չճշտված տեղեկությունների ՊՊՑ-ն է հսկում նրանց անվտանգությունը, որպեսզի մտնեն կվարտիրը դուրս գան, մտնեն մարզա, որում ժողովուրդը այլևս եկեղեցի չի մտնում։ Հա, հիմա ես ուզում եմ ձեզ էլի պիտի ուզեք չուզեք մեկնաբանեք։ Եկեղեցին իր կամնակարգը ունի, աշխարհիկ կյանքում կան օրենքներ։
մենք ո՞նց ենք այս բանը sense մտցրել իրար մեջ Նիկոլի կամքով։ կամքով։ Գիտեք, դժվար է որպես իրավաբան ասել այդ ֆրազան ասել, բայց որպեսզի շատ ավելի պարզ լինի, սահմանադրական կարգի տապալում է դասական առումով։ Էլ ինչի մասին է խոսքը։ Եթե պետությունը հակասումը սահմանադրությանը, եթե պետությունը կատարվի, սպասի, եթե պետությունը սկսում է խառնվել եկեղեցու գործերին, որը որ սահմանադրական արգելք է, սահմանադրական կարգի տապալում է, էլ դրանից ավել ինչ որ ժողովուրդ բացատրություն տալ չկա այլևս։ Գիտեք, մեկ ես որ ասում եմ այդ նորից պետք է հիշեմ այդ մանկավարժական բաստողում, քանի որ ես չունեմ, շատ դեպքերում ուզում ես ինչ-որ մի հատ հայհոյանք ասես, ուզում ես մի հատ ոչ պարկեշտ ինչ-որ մի բառ ասես, այս ամեն ինչի ինչ որ տեսնում ես։ Կստացի մեր բառամթերքը փոխվել է, պարոն Վարդազարյան։ Չէ, ես sense tendency ես չէի ասելու, եթե նույնիսկ կարելի լիներ չէի ասելու, որովհետև այդ ներքին արգելակման համակարգն ունեմ, բայց sense զգում ես որ մեկը հոպ բառապաշարը չհերիք է։ Չգիտես ոնց բնութագրես։ Այդ արձականներն ու բնութագրող բառերը չկան։ Ստիպված սկսում ես ժպտալ, ստիպված սկսում ես հումորի վերածել։ Կամ էլ քեզ հույս ես տալիս, ես էլ կանցնի։ Լավ, իրականում ես էլ կանցնի։ Ես հեսա տնային կալանքներն էլ մի հատ կանդրադառնամ ու տղերքի գործին, բայց մի կարևոր բան էլ ասեք, խնդրում եմ։ Ես ուզում եմ եւ օրենքի տեսանկյունից, եւ բարոյական տեսանկյունից նորից նկարագրենք։ Երկու անգամ զորքը մտել է եկեղեցի մայրաթոռ, մի անգամ զորքը մտել է ուղեկցելու Նիկոլապաշտ հասարակությանը եւ երկփեղված հասարակությանը անվտանգությունը եւ հասարակական կարգը փայլուն պահպանելով։ Մի դեպքում այդ թվում պահպանելով նաև տիրադավերի մտնել, գազելով դուրս գալը։ Մենք այդտեղ պիտի պրենտեզիա չունենանք, որովհետև իրավապահները իրենց նորմալ են պահել։ Առաջին դեպքում գրոհել են եկեղեցու վրա եւ փորձել են ինչ որ գործողություններ անել։ Նախ իրավունք ունի երկրում որևէ իրավիճակում դա Բագրատ Սրբազանի ցույցն է, դա դիլիջանցի ծառ կտրողների ձերբակալություն է, բոլոր տեղերից ոստիկանական գվարդիաներ հավաքվեն մի վայր։ Մենք իրավունք ունենք այսքան հանցագործությունների ֆոնին տարբեր ռայոնների, մարզերի, ոստիկանական գնդերը, այդ թվում ՊՊՑ, այդ թվում ինչքան մի խոսքով զորք կա բերել լցնել մի կետ։ Նախ այդ իրավունքը կա թե ոչ, եւ նախկինում դուք այսպիսի դեպքեր կհիշեք թե ոչ, եւ ալֆա ջոկատը, որ պարբերաբար դուրս էր գալիս միտինգների ժամանակ, որտեղ ալֆա ջոկատը մենք չէինք տեսել։ Մենք տեսել էինք հոկտեմբերի 27-ի տեսանյութերը։ Ալֆա ջոկատի ամբողջ իմաստն ու գաղափարն է, որ դուք չտեսնեք, մենք չտեսնենք, ոչ մեկը չտեսնի։ Դրանք պետք է գաղտնի գործել։ Բայց ես տեսել եմ իմ այս աչքերով քանիցս։ Չէ, դուք տեսել եք դիմակը։ Մենք սնայպերներն ենք տեսել, ազգային ժողովի մի րոպե, բայց չպետք է տեսնենք դա։ Դա ցուցադրական է, չէ, դա պետք է տեսնենք։ Դա քաղաքական ակցիա է։ Այո, լավ, հիմա այս զորքերը իրավունք ունեն պատերազմական վիճակում, երկրի ներսում նստած երեք անկյուններից թշնամի։ Զորքը պարտավոր է ենթարկվել հրամանին։ Սկսենք դրանից։ Զորքը պարտավոր է ենթարկվել հրամանին։ Նույնիսկ եթե այ հրաման տվողը իրավունք ունի թե չունի, եկեք դրա մասին խոսենք։ Իհարկե չունի, դա միանշանակ քաղաքական դրդապատճառներով պայմանավորված հրաման է։ Եվ ինչ որ ժամանակ կգա եւ դա կլինի Այն 0038 հրամանիդ պես կպատժվեն։ Դա կդառնա քրեական գործի նյութ եւ կքննվի եւ այլն եւ այլն։ Իսկ այն ոստիկանը, զինվորը, ԱԾ-ի աշխատակիցը կամ այն ՊՊՑ-ի աշխատակիցը, որը որ հրաման է կատարել, որ չկատարի տուն է գնալու։ Եթե ասի հիմա 1000 ներողություն թող ինձ ներվի, սենց արեք, էլի պիտի անեն այդ հրաման, այսքան անջատվում է տրամաբանությունը հրաման ստանալուց։ Դա կախված է աշխատավարձի ու պարգևավճարի չափից։ Նայած ինչքան է։ Ուրեմն արվելու է։ Հիմա սենց չեմ երկու ձեռքել։ Հիմա բարոյական կողմը։ Ես եղել եմ վեհապար հոր մոտարպես երկու քահանա հետոտել վրթանեսներ, էլի մեկը եւ ես էի։ Այդ լուր առանց բառերի, այս ձայներով, սենց այս քահանաների հրմշտոցով դուրս մղել եղավ ուժայիներին։ Հետո ընթացքում մի տղամարդ սենց նակոլկեքով, կապույտ մայկով եկավ, իբր թե հրամանատարներ եկավ, նորից մի հատ իրավիճակ փորձեց թելադրել, էլի չկարողացավ։ Սրա իրավական եւ բարոյական պատասխանը դուք ունեք, ինչպես չստացվեց։ Բարոյական պատասխանը ամբողջ ազգն ունի, ամբողջ հասարակությունն ունի, թե Հայաստանում, թե Սփյուռքում, թե օտարերկրյա դիտորդներն են դա նկատում ու ասում,
հետո ինչ որ պաշտոնական փաստաթղթերում դա դեռ տեղ չի գտնում, բայց դա հավաքվում է հատուկ թղթապանակներում հավաքվում է եւ ինչ-որ մի օր այդ ամենը դրվելու է սեղանի եւ պատասխանատվության են կանչվելու ոչ թե իրավական առումով, այլ քաղաքական առումով տարբեր միջազգային կառույցների կողմից։ Դա ես չեմ կասկածում, ոչ մի վարքյան չեմ կասկածում։ Բարոյական ես չեմ լսել պարոն Մելիքյանի ինչ էր ասում, բայց վստահ եմ, որ տեսեք տարբեր դաշտերում է Իմաստուն տղամարդիկ ուրիշ են, չէ, դա մասնագիտական դիտարկումներ են ու կարևոր են Սյուզի։ Բարոյական, եթե բարոյական տեսանկյունից եք հարցնում, մարդիկ ինչ են կարդացել, ինչ են լսել, ինչ են իրանց ծնողները ոնց են իրանց սիրել, ինչ են սովորացրել, ինչ հեքիաթներ են պատվել, հա, ես նորից այդ միտքը փաստորեն երկրորդ անգամ ստացվեց, բայց ինչ բարոյականության մասին է խոսքը։ Իսկ եթե ես ասեմ, որ դիմադրությունը ոչ միայն քահանաներից էր, այդ թվում զորքից էր, դրա համար երկրորդ եւ երրորդ անգամ խումբ ավելացվեց, երկրորդ երրորդ անգամ ղեկավար փոխվեց, հրահանգիչ փոխվեց, դուք չեք կարծում, որ դիմադրությունը հենց զորքը ինքը թույլ տվեց այդ ժամանակից։ Ես միայն ուրախ կլինեմ, եթե այդպես լինի, երազում եմ, որ այդպես լինի եւ հույս ունեմ, որ ինչ որ մի պահ կգա եւ սենց այդ զորքն է կհասկանա, որ այս ինչ են կանում, այս ինչ հրաման են կանում։ Վարդազարյանին, Բադոյանին կամ Հակոբյանին բռնելու համար այդ էսա չի լինելու, բայց մեր ինքնության դեմ գնացող, հա, մեր եկեղեցու դեմ գնացողի համար բարոյական դաշտում լուրջ խնդիր կա, պատրաստ է այդ ոստիկանը, որը որ 3-4 իր մոր տիկնոջ կամ երեխու հետ գնացել է եկեղեցու հետ քահանայի ձեռքից պատարագի ժամանակ հաղորդում ստացել կամ պսակվել է կամ ինչ որ հարազատի թաղման կարգամատուցվել, հա, պատրաստ է այդ երիտասարդը գնա դրա դեմ։ Նորից եմ կրկնում, դա Վարդազարյան կամ Բադոյան կամ Հակոբյան բռնել չի, դա շատ ավելի լուրջ խնդիր է։ Իհարկե կլինեն մարդիկ, որոնք որ այդ բարոյական նորմն էլ կանցնեն, այդ բարոյական ռուբիկոնն էլ կանցնեն, բայց ի վերջո մեր ժողովուրդը այդ ոստիկանելա չէ մեր երեխեն, այդ ոստիկանելա չէ մեր մեզանից։ Ես հակված եմ դրան, որ մենք դրան հասել ենք։ Ես այդ օրվա իմ տեսած տեսարաններից հետո հասկացել եմ, որ այդ դիմադրությունը իրանք ցույց տվեցին։ Քահանաները քանակով շատ էին եւ ազդեցիկ էին եւ ամուր էին, բայց ինձ թվում է այդ մի քանի անգամ զորք ավելացնելը, հետո հիշեք, այդ պարիսպներից գլուխը կախ, հետ է քաշվել ոստիկանը ձեռնունայն։ Աջապահյանին հետո են ուղեկցել փաստաբանները եւ հոտը դեպի քննչական կոմիտե։ Բայց գիտեք, չէ, ես այդ օնլայն այդ օնլայն նայում էի ու չեմ նկատել այդ ձեր ասածը։ Սյուզի մենք այնտեղ ենք եղել։ Դուք այնտեղ եք եղել, նկատել եք։ Ես այնքան նյարդայնացած էի այդ վիճակ, որ ապրումների մեջ եք եղել։ Որ այդ մանրամասնությունները չեմ տեսել։ Իրենք չկարողացան տանել։ Իդեպ ժողովուրդը շատ չէր այդ այդ պահին ես մտածում եմ, որ հրաման չի եղել։ Այ հիմա որ ասում եք, ես մի փոքր իրավունք չունեմ չհավատալու Սյուզի Բադոյանին։ Շնորհակալություն մեծ պատիվ էր, բայց այն ժամանակ այդ պահին, որ ես նայում եմ, ես մտածում եմ, որ հրաման չկա։ Որտեվ դուք այդ նախինքն անասելի էր, անսպասելի էր եւ առաջինն էր եւ հախուռն էր, բայց այդ ներսում այդ դեմքը թաքցնելը մենք իզուր չնկարեցինք շատերին, որ քաշում էին, որ թաքցնեին։ Աչքերը դուպտի չճանաչեր։ Լիան նկարել էր լացող ոստիկանին։ Ես կնոջ եմ նկարել լացող։ Մինչև հիմա այդ կադրերը ունեմ ու շատ բաներ լսեցինք մենք այդ օրը։ Եվ ի վերջո այն իմ տեսանյութը, որ այդ կարգալույծ արված Գևորգ Սրբազանը նախկին գոռում էր, ասում էր, «Էսում հրամանն է կա»։ Թուրքի Այս քո բառերն են Արման Սարոյան, ես գիտեմ, որ դու նայում ես գիտեմ, որ դու նայում ես, որովհետև դու monitoring էլ ունես մի երկու հոգու միջոցով։ Սյուզի ջան, ձեր ասածը լացող ոստիկան, ես օրինակ հասկանում եմ ինչ նկատի ունեք, այդտեղ բաց ներվ կա, այդտեղ բաց ներվ կա, որի վրա կանգնել են, բայց ես ուզում եմ ես ունենամ գլուխը բարձր պահած, հստակ,
իր ազգը սիրող, իր պետությունը սիրող, իր պետականությունը հարգող ոստիկան, ոչ թե լացող ոստիկան։ Լացող ոստիկան ում է։ Նու դիմադրություն ամեն դեպքում եղել է, համաձայն եմ։ Ես հասկանում եմ ձեր ասացի մեջ բաց ներվ կա, որի վրա կանգնել են այդ ոստիկանը, բայց ես չեմ ուզում այդ բաց ներվը, ասես գետնին գցած լինի, որ ով ասես կանգնի։ Դուք մտածում եք ուղարկել են ու հրաման չեն տվել գրողը մինչև վերջ անեն։ Չեմ մտածում ես, արդեն չեմ մտածում, որովհետև այդ հրաման տվողն էլ է ախր բնազդաբար զգում է այդ հրամանը կկատարվի թե չի կատարվի։ Շատ ճիշտ բան ասեց։ Դուք հիշեք, եկեղեցու, սենց ասեմ, Արշակ Սրբազանի նզովքից հետո հիշում եք, քանի ԿՊ-ական պատասխանեց։ Վիրավորված էին, քանի ամիս իրանք սենց վրդոված, բա որ չեք հավատում։ Բա որ ձեր համար ինքը Սրբազան չի, բա ինչի եք վիրավորվել։ Այս շարքային մարդ էր, դե բա մի բառ ասել էր էլի։ Այդ ինչի եք ձեր վրա վերցել։ Ընդ որում ուղիղ չէր ասել անհատական, ասել էր Արցախ ուրացողը, Արյուն ուրացողը, հողը ուրացողը, անհատապես որևէ մեկի անունը չի նշել։ Բայց ինչի ամբողջ բանով սենց ոհմակով սկսեցիք ոռնալ։ Բա վիրավորվել եք, значит դուք ընդունում եք, դուք էլ եք հավատում, ձեր հոգու խորքում, դուք էլ եք հասկանում եւ հավատում, որ չպիտի այդքան ձեր սանձերը կտրեք ու հասնեք մայրաթոր։ Բայց դա ոչինչ չի փոխում։ Բայց պարգևավճարն ու աշխատավարձի չափը կարող են Ես էի դա ասում, դա կարող ոչինչ են չի հաղթել։ փոխում։